Զեկուցում մենք ներկայացրել ենք թվով 17 դեպքի արձանագրություններ, դրանք միայն վթարները չեն, հենց վտանգավոր իրավիճակներն են, որ ստեղծում են շարասյունը կամ ծառայողական մեքենաները։ Այս բոլոր դեպքերում որևէ մեկը չէր սպառնում վարչապետին, հակառակը սպառնում էին քաղաքացիներին։ Մինչև Սոնա Մնացականյանի այս վրաերթը մավանգերքով եղել են էլի շատ տարբեր դեպքեր 19 թվականի փետրվարին օրինակ արձանագրված մի կադր կա Ամիրյան փողոցի վրա, ինչու ես հատուկ առանձնացել եմ մի քանիսը մինչև Սոնայի դեպքը, որ հենց արդեն 19 թվականից, եթե հիշում եք, 18 թվականին այդպես քարոզվում էր, որ պիտի չշտապեն, պիտի զիջեն քաղաքացիներին, իսկ արդեն 19 թվականին Ամիրյանի վրա ուղեկցող, շարասան ուղեկցող այսպես մեքենաները կտրուկ շրջադարձ են կատարում, հոծ գծով, այսպես տեսնում եք, այստեղ կադր եմ այստեղ առանձնացրել, եւ սա, եթե նույնիսկ այնտեղ ոչ մեկ չկար եւ որևէ մեկին վնաս հասցվել չէր կարող, սա արդեն լավ նշան չէ քաղաքացիների հանդեպ եւ ընդհանրապես մյուս վարորդների համար։ Մյուսը, որ տեղի ունեցել 21 թվականի մայիսին, սրա մասին իդեպ շատ չի լուսաբանվել, մենք այդպես պատահական իմացանք, բացահայտեցինք, որ այս վթարն է եղել կրկին շարասան մեքենաներից մեկի մասնակցությամբ, որի արդյունքում Սավազգեն Սարգսյան եւ Խորենացի խաչմերուկում, որի արդյունքում վիրավորներ են եղել եւ մեկը բավականին ծանր վիրավորում է ստացել, ինչ որ կարծեմ երկար բուժվել են։ Մյուս կրկնվող հենց Սոնա Մնացականյանի դեպքից առաջ, մեկը մի տարի առաջ, հիմա ես կմիացնեմ, միգուցե շատերը արդեն տեսած կլինեն, Կարին Տոնոյանի տեղադրած տեսանյութում, ինչպես իրենք, եթե չեմ սխալվում, Սյունիք էին գնում, այդ ճանապարհին են հանդիպակաց դուրս գալիս այդպես կատաղի արագությամբ, եւս մի քանի քաղաքացիների արձանագրած, տեսագրած նյութերն են, հիմա ես կմիացնեմ, գնայինք։ Այս կադրերն հրապարակել էր 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը 2021-ի հունիսի 15-ին, հայտարարելով, թե Փաշինյանի ավտոշարասյան անկանոն ու վտանգավոր գործողության պատճառով հրաշքով են բրդվել վթարից։ Սա հաջորդ օրն է եղել անմիջապես Սոնայի դեպքից հետո։ Աշոտը մեքենան տեղին չի շարժել, մնացել է կանգնած, ձեռքը դրել է ազդանշանին ու բղավել, որ մեքենայում երեխաներ կան։ Դրա արդյունքում վթար տեղի չունեցավ, ոսկը որ գալիս է, ասում իրակ մի ճիշտ անդրադարձություն իրաց արագությունը եւ անգից փոխել Ոստիկանների հետ այս վեճի տեսանյութը հրապարակվել է ապրիլի 27-ին։ Քաղաքացին բողոքում է, որ վարչապետի ավտոշարասյան անձնակազմը վթարային իրավիճակ է ստեղծել անգամ ապրիլի 26-ի ողբերգական դեպքից հետո։ Այս ընդամենը մի քանիսն են այդ մեր հավաքած նյութերի, որ տեղ են գտել զեկույցում, եթե բոլորին անդրադառնանք, երևի մի ամբողջ ծավալուն զեկույց կդառնա, թե որ դեպքը ինչ վտանգ էր ստեղծում, սրա հետ կապված նաև մեկ վարքյան, ես պիտի խնդրեմ ինչ-որ մեկը փոխի, որտեղ այս վիդեոյի, չէ, լավ եղավ, այս դեպքում նմանատիպ դեպքերը նաև շարունակվել են Պարոնյան փողոցով Դվին հյուրանոցի կողմով մի քանի արձանագրված դեպք կա, որ գտնեք զեկույցում, այնտեղ կրկին դուրս են գալիս հանդիպակաց գիծ, արագ սլանում են, այն դեպքում, որ դեռ երթևեկություն շարունակվում է, այնինչ նույն հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների որոշման մեջ կա 26-րդ կետը, որի մեջ նշված է, որ պիտի դադարեցված լինի եւ համընթաց եւ հակընթաց երթևեկությունը, համոզված պիտի լինեն, որ դադարեցված է նոր, ընդ որում սա վերաբերում նեղ փողոցներին, նեղ ճանապարհներին, որտեղ հնարավորություն չկա անցնելու, կարող են հանդիպակաց գիծ դուրս գալ, բայց
Պիտի տեղը համոզված լինեն, որ ազատված է, եւ այնտեղ ներկայացված նյութերում տեսնում ենք, որ երթևեկությունը շարունակում է եւ իրենք նույն արագությամբ շարունակում են սլանալ։